10 տարուց ավել մենք կարկուտ չենք տեսել մեր տարածքի վրա, բայց եկավ մի 10 ցանցի ոնց որ ձյունը դրածներ գետնեն։ Մանդր էր եւ բավականին ուժեղ։ Հենց այդ ուժեղի դեպքում էր որ այդքան վնասը տվեց։ Եկեք ցույց տամ, հա։ Ես արդեն ոչ պիտանի է։ Էսի կարկուտի վնասվածն է, նայ։ Էսի գարնանը շիվ չի դառնա, ազիջա։ Էսի Էլենայի, ինչքան սենց։ Սաղ բացի այս տարվա վնասը նաեւ եկող տարի մենք Ահա, նայ։ Բերքի շատ քիչ ակնկալի չենք ունենա մենք էդի։ Նայեք, Սա գիլասը ոնց էր, հա։ կարկուտների տեղերը բոլորս։ Ասենք սա բերի բերքել է, սա իլի մեջ է, սա թափելի է։ Սաղ տեմ սա։ Այդ ոչ մեկը չնել առնեն։ Չարչարանք, պետք է բերենք հավաքել տանք, հավաքողին փող տանք, տանենք բազարը չառնեն, ասենք ու չարշանակն եմ այվալս։ Այս տարի 70-75% բերք քեզ իմեյլը հողին հավասար։ Ես մի 4 միլիոն դրամ այս կարկուտից, ասենք մսոս չղես դասս արուն է աղջիկն։ Այսքանը սենց սաղ տենում ես այբալամ։ Ուրեմն էստի ասենք մի ամենակիչը կոնե մի 4.5-ից 5 միլիոն դրամ պետքա տարածքը այս տարի գումար տար, որ այդ վար գտանք, նաև ապրենք։ Բայց ոնց որ ասում եմ շաբաթը շուտ եկավ, քանց թե ուրբաթ։ Դամբուլի տեսագանի, դեղսի տեսագանի, խաղողի այգինել այն կողնավոր մոտ մի 60%-ով խաղողի այգինա ջարդված, բերքը ջարդած թափած գետինը։ Բերքատու ասենք որ պետք է բերք են վերցնեմ, տարածքից մոտ 3 հեկտարից բերք պետք է վերցնա այս տարի, բայց ասենք դուսակալ եմ 100-ի մի 70-75%-ը կորցրել եմ։ Ասենք ես մի կողը խփել է, այն հետևի մաս ասենք մեջերը որ մանկած կգտնես մի 10-15%, որ չի խփի, ասենք սրանից պետք է վեկալ վեճ չնչի եկամուտը։ Իսկ հիմնական 70-75%-ը արդեն փչացած միրգ է։ Թե խաղողը, թե ծառի տեսականին, 20 հեկտար դեղսն է։ Այն կողը ջոկչաշելեր ունի, գիլասեղեն, ասենք ամեն ինչից ունեմ, բայց բոլորն էլ վնասված է։ Որ ասենք լոդերի պես նստել ենք, չենք աշխատի այ բալամ, այսքան աշխատանքը սա մեկ ամուսինը մարդիկին ենք անում ես բոլորն էլ։ Այդտեղը զինվորը կանա, գալեմա նրա հանգիցը շապատ կիրայա, գալեմա մեկ օգնեմա, բայց դե երեխաներ զինվորական է։ Իմ ընտանիքը հոկտեմբերում վարձով ապրում։ Տղաս, հարսս, թորներս։ Մենք մարդուկին այստեղը սելազին ենք, տերկայինն է բեժարում այբալում։ Ես էլ գղներից հարամալում ես ինքես աստիճանը։ Դե մի ակնկալիքը պետությունից դες ասում էլ եմ ասում այբալում։ Ես չեմ ասում ինձ բերեն այդ մի քանի կոպեկ տան, կոպիտով ասած խեժխամբուրի փողը։ Թող վարգերս առաստեն մինա գեշ են, բոլորն էլ վարգատեր են։ Այսօր գյուղացին անտեսված է։ Գյուղացին եթե այսօր մի գործանեմ ինքը վարգերով անում։ Այդ ոչ մի գիչումն են դե մեր շոկով դարած բարսների տակ, որ ասենք գործողությունը կատարեն։ Էլի մեր գրպանից մենք տանք, ինքնից ես իրանց գրպանից փող չեմ ուզում։ Եթե պիտի բերեն մի 100-150 հազար ասենք կոպեկներ տան ժողովրդին, ցնած դե ոչ մեկին էլ այդ գումարը պետք չի։ Թող այս վարգերը սառաստեն, ժողովուրդը մեղքան։ Ես այդքան բան կասեմ։ Դե լես սպասում ենք արձագանքի, աղջիկ ջան։ Այս բավականին ժամանակակարգուտն եկել է, եկան հա գրեցին, դար էներգասել են, պասպորտով, հողի պասպորտով, իմ անձնագրով, էլ մինչև իմ էլ ձայն չկա։ Իսկ որտեղից են եկել այդ վնասի գնահատում արել։ Այ չգիտեմ։ Գնացել եմ Յուղսովետում, ստե մեր մոտ էլ չգիտեմ, թե որտեղից են ինչ կազմակերպություններ, չգիտեմ դա այբալամ։ Օրինակ ինչքան գնահատեցին ձեր վնասի չափը։ Ոչ, չեն էլ ասել դեռ։ Եկել են նայել են, նկարել են, գնացել են ու մինչև սորը խերը խաբարը չկա։ Եվ կարող եմ չլինի խերը խաբարը։ Կրակել եմ, լսվում է, կրակում են, բայց ասենք այն պահին է պետք կրակելը, որ այդ արհավիրքն արդեն գալում է։ Եթե այդ արհավիրքը գալում է չեն կրակում, բնական է սենց պետք է հետևանքը։ Wi-Fi-ով են գործի դերը։ Wi-Fi-ն էլ ընթացքում չի աշխատի։ Դե բնական է, պետք է մարդկանց վնաս տա։ Այս բոլոր յուղասիներն էլ վարգով են դնում, աղջիկ ջան։ Վարգենստանը վարգով դնում են այդ մի մեշոք փող են դնում հողի վրա, որ վեկալ են եկամուտ, այսինքն մեկ կտոր հաց երկնքից կախված։ Եթե Հայաստանը չունի գյուղատնտեսական նախարարություն չունի, եւ դա պարզապես գյուղատնտեսությունը մղվել է վերջին պլան։ Հիվանդության տեսակներ կա, մարդիկ գլուխ չեն անում։ Գալում է սեզոն արդեն գալում է օգոստոս արդեն ամսից, ցեցի պես հատկություն է։ Ես այստեղ դեղսեր ունեմ ինչ ձևի բուժանյութով սրոսկում կատարում է օգուտ չկա, այդ դեղսը ցակում է ցեցը մտնում է մեջ թափամացած։ Եթե ունենայինք յուղ նախարարություն, մարդիկ հետաքրքրվեին կբերեին այդ բուժման լուծումը կտային։
Ինձ թվում է, որ ոչ մի բարականներում չի աշխատել։ Մեր վարչապետն ասում է աշխատեք, բայց ում դնում է ոչ մեկը չի աշխատում։ Եվ որ աշխատեն սենց չէր էլ, այ բալամ, որ աշխատեն սենց բան կլներ։ Ու սենց վատ չէ էլ։ Սենց որ վատ չէ։ Եվ որ կողմից նայես այ բալամ։ Բաներ կա, որ միտքը չունի արտահայտվել։ Որ կողմից նայես։ Թանկություններն ասեմ, որ մեկն ասեմ այ բալամ։ Հենց էսի պարշի։ Ես չեմ ուզում շատ քաղաքականության մեջ խորանամ, չեմ էլ ես հետարկում քաղաքականությունը։ Ինչ որ իրականը տենեմ ես, նա էս արտահայտում։